Զուտ մեկ հարց, վարույթը ընթանում է արդեն 4 ամիսը դեռ չի լրացել, 2 օր պակաս և սկզբնական ինֆորմացիայով մենք ոչ պաշտոնական իմացանք, որ Կարեն Հարությունյանը գլխավոր տնօրենը հետ Հապաշտական ընկերության գտնվում է գործուղման մեջ, հայտնի է գործուղման սկիզբը և հայտնի չէ գործուղման ավարտը։ Ճիշտ է մեզ ասած ինֆորմացիան, թե չէ։ Ի սկզբանե այո, բայց եթե չեմ սխալվում, գնալուց մոտավորապես մի 10-15 օր հետո սրտի խնդիր է ունեցել, հոսպիտալացվել է, միջամտություն է եղել սրտի և արգելված է ըստ իրենց տված ինֆորմացիայով, թղթերներ կա, արգելված է թռիչքը։ Շատ բարի։ Երկրորդ հարցս այդ հարցի հետ կապված, ես մասնագետ չեմ, չնայած կարող եմ ինչ այդ ճշտել, բայց ներողամիտ գտնվեք, կա այդպիսի ընթացակարգ, որ գործուղումի սկիզբ և չունի վերջ սահմանված, և երկրորդ և վերջի հարցս այդ հարցի հետ կապված, կոնկրետ որտեղ է գտնվում հիմա Կարեն Հարությունյանը, եթե որևէ մեկը գիտեք այդ մասին, խնդրում եմ իրասեկեք մեզ։ Եթե ես չեմ սխալվում, Մոստակա։ Շատ լավ, իսկ երկրորդ հարցը։ Մեկ վարքեն ես գործողումը կարող է լինել օրենսդրության բավականին երկար, առնվազն ես պրակտիկայում ունեցել եմ դեպքեր, երբ որ գործողումը տևել է 3 տարի 2.5 1070 պարոն Օրբելյան, ես տևողության մասին չեմ ասում, ես վերջնաժամկետ ի սկզբանե, երբ որ ասում եմ վերջնաժամկետը հայտնի չէ։ Հենց այդ եմ ասում։ Ահա, շատ լավ։ Ունեցել եմ գործողումներ, որոնք տևել են մինչև աշխատանքի ավարտ։ Այսինքն եղել է այն բանից ասած, ասում եմ ցանկապատից մինչև առավոտ։ Հիմա եղել է, ես ասում ունեմ դատական պրակտիկայով գործ կամ գործի համար ասեմ, որովհետև տենց գործողում ա եղել, այդտեղ վեճ ա եղել օրապայքի գումարի ճիշտ կամ սխալ հաշվարկելու վերաբերյալ, դրա հետ կապված հարցադրումներ։ Եղել է բավականին երկար գործողում ամբողջ Եվրոպայով և դրա հետ կապված շատ լավ։ Կոնկրետ օրինակ եք ասում, շատ լավ։ Անձամբ ինքս 1.5 տարի գործողման եմ եղել իմ ամենաառաջին աշխատանքի ժամանակ, մի տարի 7 ամիս։ Շատ լավ, բայց ի սկզբանե միայն մեկնելու ամսը, պարոն Օրբելյան, ի սկզբանե ձեր բերած օրինակով հայտնի էր միայն մեկնման ամսաթիվը, վերադարձի ամսաթիվը որևէ ձև ֆիքսված չէր, կամ որևէ կրիտերիայով ֆիքսված չէր, որ կվերադառնաք, երբ որ աշխատանքը կավարտվի։ Իմ անձնական օրինակի դեպքում ես հիմա տրմբած դատական նիստով և լայվ չեմ ներկայացնի դետալները, պատրաստ եմ հանձնաժողովին ներկայացնեմ կոնկրետ ոնց ա եղել գրված, ինչ ա գրված, ես ընդամենը արձանագրում եմ, որ իմ պրակտիկայում մեկը հենց անձամբ ինձ ա վերաբերվել, մեկը ես առնվազն ունեցել եմ դատական գործ, որտեղ ներկայացրել եմ ընկերության շահերը, որտեղից գործուղված ա եղել աշխատակիցը, և այդ գործուղումների ըստ էության ձևակերպման մեջ վերջնաժամկետները post factum են ֆիքսվել, որովհետև տենց բանով էր, որ վերադարձել է այդ ժամանակ ֆիքսել եմ։ Շատ լավ, այսինքն առնվազն այս պահին կարող ենք ֆիքսել, որ իմ հնչեցրած հարցը, որ կարող է լինել այդպիսի գործուղում, որ հայտնի լինի սկզբնաժամկետը և մեկնման պահին հայտնի չլինի վերադարձի ժամկետը, ըստ էության կոնկրետ պատասխան ես չստացա։ Այո, կարող է լինել, որովհետև կարող է աշխատողը գործուղվել կոնկրետ նպատակի իրականացման համար և բնականաբար ինչքան ժամանակ, որ պետք կլինի վերջնական հասնելու այդ նպատակի իրագործելու, այդքան է կտևի գործուղումը։ Շատ լավ, պարոն Պետրոսյան արձագանքում եք։